Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ Եկեցի անուն քո Եկեցե արքայություն քո Եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի Ասած մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ պարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության ու սիրո մեջ պահի Մեր կյանքի բոլոր օրերի մեջ մենք ամեն մեկս թեկուզ օրվա մեջ մի պահ անդրադառնում ենք նաև մահվանը, ուզենք թե չուզենք, որտեվ այնպիսի հարց է, որ յուրաքանչյուր մարդու հետարքրում է, եւ այսօր այդպիսի մի գեղեցիկ հատված երեք համար պիտի սերտենք, բայց շատ կարեւոր հատված է Սուրբ գրքի մեջ եւ հատկապես երբ որ Պողոս Արաքյալն ասում է, ես գնում եմ մեռնել, այսինքն ուրախությամբ է գնում մահվանը դիմավորելու։ Եթե մարդը խոր հավատք չունենա Քրիստոսի վրա հիմնված ճշմարիտ վարդապետությամբ հավատացյալ չլինի, ինքը չի կարող նաև մահվան խորհուրդը հասկանալ եւ գիտակցել, թե ինչ է մահը իր կյանքի մեջ, որովհետեւ մահը մեր կյանքի վերջը չէ, այլ հակառակը հավիտենական կյանքի սկիզբն է եւ դրա համար շատ մեծ վստահություն պիտի ունենաս։ Մարկոս Ավրելիոսը մի շատ գեղեցիկ խոսք ուներ, ասում էր. մահը միշտ ժպտում է մարդուն, մնում է որ մարդը փոխադարձ ժպտա մահվանը առանց վախենալու։ Հիմա այսօր այս 3 համարի մեջ շատ կարեւոր գործ պիտի տեսնենք, թե ինչպես պետք է ապրել այս աշխարհի մեջ իբրև հավատացյալ, ինչպես պետք է բարի պատերազմ մղել, պահելու այդ հավատքը եւ ոնց պետք է այդ հավատքի պահպանության շնորհիվ արժանանանք երկնային անթառամ պսակներին։ Անցնենք այսօրվա առաջին 4-րդ գլխի 6-րդ համարը։ Իսկ ես զոհաբերվելու եմ եւ իմ մեկնումի ժամանակը հասել է։ Հիշում եք Պողոս Արաքյալը Տիմոթեոսին անցյալ անգամ կարևոր խորհուրդներ տվեց, թե ինչպես հավատացյալներին հոգ տանի, խրատի, սաստի, հանդիմանի, ամեն տեսակ կեղծ ուսուցումներից, վարդապետությունից իր հավատացյալներին հեռու պահի, հիմա ինքը արդեն ասում է, ես արդեն գնում եմ զոհաբերվելու, իմ հասնելու ժամը մոտեցել է։ Պողոս Արաքյալը, երբ որ Հիսուս Քրիստոսին ընդունեց, հավատաց, սիրելիներ, ինչ արեց իր ամբողջ կյանքի ընթացքում, փորձեց նմանվել Հիսուս Քրիստոսին։ Այսինքն յուրաքանչյուր քրիստոնյա, ով որ այս աշխարհում հավատում է Հիսուս Քրիստոսին, ինքը պիտի փորձի նմանվել Հիսուսին։ Մենք շատ հաճախ փորձում ենք շատ նմանվել այսինչ մարդուն, այնինչ մարդուն, սրանից այսինչ սովորել, այս սովորել, բայց ամենամեծ աղբյուրը մեր ուսանելու սովորելու Հիսուս Քրիստոս ինքն է։ Մեր կյանքը պետք է նմանությունը լինի Հիսուս Քրիստոսի կյանքի։ Տեսեք, մի օր այս դեպքը ձեզ շատ պատմել եմ, մի նոր վանական, որ եկել է մի երիտասարդ վանական կյանքով ապրի, մոտենում է իր վանահորը, ասում է. հայր, ճիշտ է որ Արսեն մեծը օրվա մեջ 1 ժամ էր քնում։ Ասում է այո, ասում է ես էլ եմ ուզում այդպես ապրել, ասում է արա, եթե դու Արսեն մեծն ես։ Ուրեմն եթե մենք փորձում ենք այսինչ մարդուն նմանվելով, այսինչ անել, ուրեմն դու պետք է հասկանաս, որ աղբյուրը գլուխ ամեն ինչի Հիսուս Քրիստոսն է։ Մենք ամեն ինչում պետք է փորձենք մեր խոսքը, մեր գործը, մեր կյանքը, մեր սերը, հոգատարությունը, ամեն բան պետք է դնենք այնպես, ինչպես Հիսուս Քրիստոս ինքն էր անում այս կյանքի մեջ։ Ուրեմն այս կյանքը ցանկացած մեկի համար ոչ միայն սերտել է, սովորել ու ուսուցանել է, այլև ապրել է։ Երբ որ մեկը Սուրբ Գիրքը կարդում է, ինքը ոչ թե պետք է փորձի Սուրբ Գրքի մեջ թերություններ գտնել, այլ Սուրբ Գիրքը կարդալով ինքը իր թերությունները պիտի տեսնի։ Նախ ինքն իրեն պիտի փոխի, ինքը նոր մարդ պիտի դառնա։ Երբ որ դու կարդում ես, այս ամենը սովորում ես, բայց այդ սովորածդ կյանքի չես կորցնում, չես կենթանացնում, քո հավատքը դառնում է մեռած հավատք։ Այսինքն միայն քեզ է պետք գալիս, քեզ քո դիմաց կանգնած որևէ մարդու համար այդ խոսքը կյանք չի բերում։ Իսկ Հիսուս Քրիստոս ինքը կյանքն է եւ այդ կյանքը մարդը պետք է ամբողջական ունենա։ Դու ոչ միայն եկեղեցիներում հոգեվոր հավատքների, որտեղ միասին ուխտագնացության են գնում, այդտեղ պիտի քրիստոնյա լինենք, այլև եկեղեցուց դուրս, այդ ամենի մեջ, այսինքն աշխարհիկ մարդկանց մեջ։ Օրինակ շատ հաճախ հանդիպում ես նույնիսկ հոգեվորականներ, երբ որ իրեն վստահված հոտի մոտ է, ինքը շատ պարկեշտ է, զուսպ է, չափված, ձևած, բայց երբ որ որտեղ իրեն չեն ճանաչում, ինքը ազատ է ամեն ինչու։ Նույնիսկ այդ իր հետ եղած աշխարհիկ մարդկանց հետ կարող է նույն մեղքերը գործել։
Ուրեմն դու բոլոր տեղերում պետք է Հիսուս Քրիստոսի նման լինես, ոչ թե այսինչ մարդու ներկայությամբ կամ այնինչ մարդու ներկայությամբ։ Ամեն տեղ, որտեղ մենք կարող ենք խուսափել բոլոր մարդկանցից, մարդկանց հայացքներից, մարդկանց խոսքից, քննադատությունից, իրենից չեն կարող խուսափել։ Ինքը ամեն տեղ, որտեղ որ մենք իրենից թաքնվենք, ինքը մեզ փնտրում ու տեսնում է։ Հիմա տեսեք, հայրը ինչ է անում, սիրելիներ։ Ամեն ինչ տեսնում է, չէ՞, ամեն մարդ չի կարող մարդկանց համար սուրբ լինել։ Այսինքն հայրը երկնքից մեզ ամենտեղ տեսնում է, մենք շատ հաճախ փորձում ենք մարդկանց համար սուրբ լինել։ Մենք շատ հաճախ փորձում ենք մարդկանց ցույց տալ, որ այնպիսին ենք, ինչպիսին դուք պատկերացնում եք մեր կյանքում, բայց իրականում մենք փորձենք Աստծո համար սուրբ լինել։ Ուրեմն, երբ որ դու փորձես մարդկանց համար սուրբ լինել, փորձես մարդկանց համար ապրել այս աշխարհի մեջ, շատ հեշտությամբ կհայտնվես կեղծիքի մեջ։ Նախ դու ինքդ կսկսես քեզ կեղծել, ինքդ քեզ խաբել, որովհետև պիտի ամեն կերպ մարդկանց համոզես, չէ, այն մարդը, որ դուք պատկերացնում եք, ես եմ։ Այն մարդը, որին դուք ուզում եք տեսնել, ես եմ, բայց Աստված ուզում է հասկանալ դու իր համար ով ես, ինչպիսին ես։ Դրա համար ամենտեղ հայրը մեզ փնտրում է, որպեսզի մենք իր համար սուրբ լինենք եւ Աստծո առջև մնանք այդպիսին, ինչպիսին որ կարող ենք լինել։ Դրա համար նաեւ Եբրայեցին նամակի մեջ ինչ է ասում, որչափ եւս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խշմտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայեք կենթանի Աստծուն։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի արյունն է, որ մարդուն մաքրում է, սիրելիներ, որպեսզի մենք իրեն ծառայենք մաքուր խշմտանքով, կենթանի հավատք ունենանք մեր կյանքի մեջ։ Եթե այս կենթանի հավատքը մարդը չունի, ինքը փորձում է մարդկանց համոզել, որ այդպեսին է։ Ես ձեզ շատ հաճախ ասել եմ, որ եթե դուք ուզում եք սուրբ լինել, ես կարող եմ այդպեսին լինել, ձեզ համար այդպեսին դառնալ, բայց ոչ Աստծո համար, ոչ իմ փրկության համար, մարդկանց համար։ Մարդիկ մենք սիրում ենք, որ մեզ գովաբանեն, մեզ ծափահարեն, մենք երբեմն մարդկանց փառքն ենք փնտրում, մարդկանց հաճությունն ենք փնտրում, մարդկանց սերն ենք փնտրում այս աշխարհի մեջ, բայց Տիրոջ համար կարևոր է, որ այստեղ այս զոհաբերվելու իմաստ, որ ես գնում եմ զոհաբերվելու, այդ խորհուրդը, որ ուրիշի համար չէ, դու Աստծո փառքի համար պետք է անես այդ ամեն ինչը։ Թեկուզ եւ ասում է ձեր հավատքին իբրև պատարագ եւ զոհ ընծայվեմ, ուրախ եմ եւ մասնակից եմ ձեր բոլորի հրճվանքին։ Թեև ասում է զոհ մատուցեմ, բայց ուրախ եմ ձեր փրկության համար։ Տեսեք, ինքը չի ասում Պողոս առաքյալը, ես ուրախ եմ իմ փրկության համար, ձեր ուրախության համար եմ ասում, մասնակից լինեմ ձեր հրճվանքին, անգամ եթե զոհաբերվեմ։ Եվ սա ում խոսքն է շարունակում, Քրիստոսի, չէ, չկա ավելի մեծ սեր այս աշխարհում, քան այն սերը, երբ մեկ իր կյանքը տալիս է իր բարեկամի համար, իր դիմացի մարդու համար։ Սա սիրո ամենամեծ դրսևորումն է։ Ուրեմն Հիսուս ինքը իրեն զոհաբերեց, չէ՞, մեր փրկության համար, այդպես էր։ Աստված երկնքից իջավ, մարդացավ, մարդկային բոլոր նեղությունները, դժվարությունները հաղթահարեց այս աշխարհի մեջ, վերջում իբրև զոհ ինքը խաչվեց, խաչիրոտը սա էր մեր փրկագինը եւ մեզ փրկություն առաջնորդեց։ Նույնպես էլ Հիսուսի հետևորդը պետք է պատրաստ լինելու զոհաբերվելու ինքն իր փրկության եւ ուրիշների փրկության համար։ Ինչը որ արեց Պողոս առաքյալը, դրա համար ասում է, ես գնում եմ զոհաբերվելու իմ մեկնումի ժամանակը հասել այս աշխարհի վրա։ Եվ մենք հաճախ մեր կյանքը զոհաբերում ենք ինչերի վրա, անիմաստ բաների, չէ՞։ Շատ հաճախ մենք մեր ամբողջ կյանքը զոհաբերում ենք մեր նպատակին հասնելու։ Կրանք մարդ կա, որոշում ինքը պիտի հարուստ լինի։ Ինքը մեծ պաշտոն պիտի ունենա, ինքը հանրահռչակ մարդ պիտի դառնա, բոլոր իրեն պիտի ճանաչեն, ամենտեղ մենք այս անիմաստ բաների համար մեր կյանքը զոհաբերում ենք, բայց սրանք բոլորը ինչ են, անցողիկ, չէ՞, սրանք բոլորը պիտի անցնեն, չի մնալու այս կյանքի մեջ, որը պիտի մնա հավիտենական կյանքը։ Սրանք ժամանակավոր պետքեր են, միջոցներ, որ մենք ապրում ենք այս աշխարհի մեջ, բայց հավիտենական կյանքի համար է, որ մենք փորձում ենք այդ մնայունը պահել եւ մարդկանց համար, մարդկանց փրկության համար պետք է անել։ Այդ 20-րդ դարի կենթանի վկաներից մեկը ռուս եկեղեցու մետրոպոլիտներից մեկին, որ 10 տարի ինքը գտնվում էր համակենտրոնում ճամբարներում, ամեն անգամ իրեն կանչում են, ինքը նաև նշանավոր վիրաբույժ էր եւ իրեն համոզում է, որ ամոթ է քոպես գիտնական մարդը, բժիշկ մարդը հոգեվորական է դարձել, ասում է հրաժարվիր, մենք քեզ խոստանում ենք, ամեն ինչ կտանք, փառք, շքանշաններ, հարստություն, ասում է ո՞րն է քո նպատակը այս կյանքում, ասում է իմ նպատակը ոչ թե մարդկանց մարմիններն այս պահին փրկելն է, այլ հոգիները։ Եվ քննիչը, որ նախկին հոգեվորական էր, դարձել էր NKVD-ի այդ գաղտնի գործակալության աշխատակից, ասում է իմն էլ, ասում է անգամ քո
փրկության համար եմ ես այս բանտում գտնվում եւ դրա համար է նաեւ քո համար աղոթում։ Ուրեմն այս աշխարհի մեջ ինչ որ ունենաս, ինչ էլ որ քեզ առաջարկեն, սա ժամանակավոր է։ Սատանան այդպես վարվում է մարդկանց հետ։ Մի կարծեք, որ Պողոս Առաքյալին բանտում չէին մոտեցել, ասել որ հրաժարվիր Քրիստոսից, քո վարդապետությունից, քո սկզբունքներից, քեզ ազատ կարձակենք։ Բայց ինքը իրեն կամավոր է, այսինքն Քրիստոսի կալանավորը լինելով, իր նպատակը մեկն էր, անգամ իրեն հսկող զինվորին, ոստիկանին, դատախազին, քննիչին, կայսրին դեպի Քրիստոս բերելն էր։ Իր կյանքը զոհաբերելով մյուսներին դեպի փրկություն առաջնորդելու։ Ուրեմն Պողոս Առաքյալը նաև տեսեք գիտեր իր մեկնումի ժամանակը, սիրելիներ։ Երանի թե մենք էլ իմանայինք, չէ, որորն ենք մեկնել։ Օրինակ, եթե ես իմանայի, որ 2048 թվականի մայիսի 8-ին մահանալու եմ, ես իմ բոլոր հարազատներին կհավաքեի, բոլորին հրաժեշտ կտայի, ներողություն կխնդրեի, ում որ նեղացրել էի, նրանց ներողություն կխնդրեի, ում որ քիչ ուշադրություն դարձել կփորձել ավելի ուշադիր լինել, Աստծո հետ կհաշտվեի, նոր կմեկնեի։ Բայց ինչու է Տերը այդ օրը մեզանից գաղտնի պահել, որպեսզի ամեն մարդ ամեն օր պատրաստ լինի այս աշխարհից մեկնում։ Մենք չգիտենք մեր դուռը երբ կթակեն։ Մենք չգիտենք Տերը մեզ հրավերը երբ կուղարկի, բայց անպայման հրավերը պիտի գա մեզ, մենք պիտի մեկնենք։ Դրա համար Աստված այդ օրը գաղտնի է պահում մեր իսկ օգուտի համար, որպեսզի մենք ամեն րոպե, ամեն ժամ այդ օրվան պատրաստ լինենք։ Հիմա Պողոս Առաքյալը գիտեր, որ իր ժամանակը մոտեցել է, որովհետև նաև Ներոն կայսրը ուզում էր Պողոս Առաքյալին սպանել։ Գիտեք, Ներոնի հրամանով Պողոս Առաքյալին Հռոմում գլխատեցին, Պետրոս Առաքյալն էլ գլխիվայր խաչեցին։ Հիմա ինքը գիտեր, որ իրեն մահ է սպասում։ Ինքը ոչինչ չարեց, ոչ փախնի, ինքը ռոմեական քաղաքացի էր, իրեն իրավունք չունեին այդպես պահել, որտեղ ռոմեացի քաղաքացին իրավունք ուներ իրավունքները պաշտպանել, դատավարություն ունենար, հետո նոր իրեն որոշեն ինչպես պիտի վարվել։ Բայց ինքը գիտեր, որ իրեն պիտի սպանեն, նույնիսկ իր մահվան լուրով, տեսեք ինքը ասում է, իսկ ես զոհաբերվելու եմ, իմ ժամանակը մեկնելու մոտեցել։ Իր մահվան լուրը, այսինքն որ ինքը գիտի պիտի մահանա, այս լուրը օգտագործում է ուրիշներին փրկության բերելու համար։ Այսինքն ես մահանում եմ, բայց դուք հաջորդ համարի մեջ կտեսնեք, ասում է, ձեր հավատքը անսասան պահեք, ձեր հավատքի բարի պատերազմը մղեք, որպեսզի այս աշխարհի մեջ նեղություններ չունենաք։ Որ այս աշխարհի մեջ մենք նաև չկոտրվենք, այս աշխարհը ամեն բան անում է, որ մեզ կոտրի, որովհետև յուրաքանչյուր մարդ ինչքան էլ իր հավատքը զորավոր լինի, բազում հալածանքներից ինքը հոգնում է, տկարանում է, երբեմն սկսում է անհամբեր դառնալ, թե ինչու է Աստված ուզում այս ճանապարհը մենք անցնենք։ Բայց եթե Տերն ուզում է, որ մենք տառապենք, ցավը զգանք, ուրեմն պետք է որ այդ ամենը մենք անցնենք ինչի համար, Տիրոջ փառքի համար նաև։ Որովհետև մեր կյանք այդ վկայությունն է, որ ինչ էլ որ մեզ պատահեց, մենք չհուսահատվեցինք, մեր հավատքից չհեռացանք։ Հիշենք Հոբ երանելու կյանքը, չէ, իր զավակները մահացան, աղքատացավ, հիվանդացավ, նույնիսկ վերքերը, երբ որ իր մարմինը պատեց, Սատանան ասում էր, իր կյանքին չեմ դիպչել, դրա համար ինքը շարունակում է քանունը կանչել, բայց նույնիսկ կինը եկավ, ասեց, դե հերիք է քո Աստծուն կանչես, բայց Հոբը չհրաժարվեց Տիրոջ անունը կանչելուց։ Եվ ինչ եղավ, առողջացավ, նորից իր երեխաներն ունեցավ, իր հարստությունը վերականգնեց, մեկ նպատակ կար, ցույց տալ Սատանային, որ մարդը փողի ունեցվածքի համար պատրաստ չէր հոգին վաճառելու կամ իր հավատքից հրաժարվելու։ Դրա համար Պողոս Առաքյալը այստեղ ցույց է տալիս իր մահվան լուրով, որ ինչ էլ որ լինի, մահվան ժամին, ինչ էլ որ ձեզ համոզեն, ինչ էլ որ դուք խոսեն, ձեր հավատքը հանկարծ չթողնեք։ Հիմա տեսեք, այստեղ զոհաբերություն բառը ինչ է նշանակում, ուրեմն հունարների մեջ այս իմաստը նշանակում է գինի թափել, զոհ մատուցել նշանակում է գինի թափել։ Ինչից է այս խորհուրդը վերցված, սիրելիներ։ Առաջ ինչպես են մարդիկ մեղքերի թողություն ստանում։ Ամեն մեկ երբ որ գալիս էր ուխտի Երուսաղեմ, եթե հարուստ ընտանիքից էր, ինքը անպայման գառնու պիտի բերեր, նվիրը բերեր տաճարին, քահանաները մորթում էին այդ զոհասեղանի վրա, ինչպես մեր սուրբ սեղանն է, հետո գինով թափում են այդ սեղանը, լվանում էին։ Ուզում է ասել Պողոս Առաքյալը այստեղ, որ ես այդ գինին եմ, այդ սուրբ սեղանը գինին եմ, գնում եմ զոհաբերել, գինի դառնալու, մաքրելու ձեր վրայից այն մեղքերը, որ Քրիստոսին հավատալուց հետո շարունակի գործել։ Ուրեմն այս գինու թափելու խորհրդով է, որ ինքը ասում է, գնում եմ այսպես անելու, որ մենք էլ կարողանանք իբրև քրիստոնյաներ այդ գինին դառնալ այս կյանքի մեջ։ Այսինքն մաքրենք այն մեղքերը, սրբենք ոչ թե նահատակության իմաստով, այլ մեղքերը սրբելու եւ մեղքերից մաքրված ապրելու այս աշխարհի մեջ։ Ուրիշների
հավատքը կառուցելու համար ինչ արեց Պողոս Արաքյալը, իր կյանքը չզոհաբերեց։ Օրինակ Հիսուս եկավ մեզ փրկելու, իր կյանքը զոհաբերեց, հիմա այդ զոհաբերված փրկության, որ մենք ստացանք, ազատություն ստացանք մեղքի իշխանությունից, Պողոս Արաքյալը փորձում է իր կյանքով կառուցել ուրիշների հավատքը։ Եվ իր հավատքը կենթանի հավատք էր։ Եվ եթե մեր կյանքում գետ մեկին էլ մենք կարողանանք այս աշխարհում փրկել, մենք մեծ վարձ կունենանք, սիրելիներ։ Եթե մեկ հոգու կարողանանք իրական քրիստոնյա դարձնել, փրկության ճանապարհի բերել, հավատացեք, որ մեր վարձը շատ պիտի լինի։ Եթե մեկ հոգու կարողանանք այնպես անել, որ ինքը իրականում Քրիստոսին սիրի, ճանաչի այնպեսին, ինչպիսին կա։ Շատ հաճախ մենք մարդիկս Քրիստոսին հորինում ենք մեզ համար։ Հորինում ենք մեզ համար։ Երբ որ մարդիկ ասում են ես իմ Աստծուն եմ հավատում, ուրեմն ինքը իր պատկերացրած Աստծուն է հավատում, որ ինչ որ խնդրի պիտի տա, ինքը պիտի միշտ երջանիկ լինի, ուրախ պիտի լինի, ինքը ցավ, դժվարություն, փորձություններ չպիտի ունենա, այս հորինած Աստծուն է։ Երբ որ իրականում հանդիպում է այդ բոլոր փորձություններին, իր հորինած Աստված անհետանում է։ Հիսուս մեզ երբևէ խոստացել է, որ եթե դուք ինձ հավատաք, ես ամեն ինչ կտամ։ Չէ, չի ասել։ Մեկ բան է խոստացել, որ ամեն ինչում ձեզ հետ պիտի լինեմ։ Սա ամենակարևորն է, այսինքն թե ուրախության, թե տխրության, թե ցավի, թե առողջության, թե հուսահատության մեջ ինքը քո կողքը կանգնած պիտի լինի, որովհետև հուսահատությանը հաջորդում է ինչը՝ հրաշքը, որ Հիսուս ցույց է տալիս, որ եթե չհուսահատվես, մինչև վերջ մնաս, հրաշքը պիտի տեսնես։ Ուրեմն Հիսուսի խոսքն է, ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը։ Ոչ իմ ծնողները, ոչ իմ զավակները, ոչ իմ ընկերները, ոչ ոք չի կարող չէ ինձ հետ իմ կյանքի մինչև վերջին օր ինձ հետ լինել։ Չէ։ Բայց ով է մեզ հետ։ Հիսուս Քրիստոս է մեզ հետ։ Այդ երեք հետարքի մի տող կարդացի, գրքում ասում է մենք ծնվում ենք մեր ծնողների համար, ապրում ենք մեր երեխաների համար, միայն մեռնում ենք մեզ համար։ Այդպես է, չէ՞։ Ծնվում ենք, մեր ծնողները ուրախանում են, մենք ապրում ենք մեր երեխաների ուրախության, երջանկության, մեռնում ենք մեզ համար։ Եվ այստեղ է Պողոս Արաքյալի խոսքը, գնում եմ զոհաբերվելու իմ ժամանակը հասել է, այսինքն ինքը գիտակցի մահանալով ինքը հավիտենական կյանքը պիտի ժառանգի։ Հիմա տեսեք ասում է, իմ մեկնումի ժամը հասել է։ Այսինքն հունարենի մեջ սա նաև ինչ է նշանակում, մի քանի իմաստներ ունի, բայց ամենագլխավոր իմաստը, այսինքն խարիսխը հանել, որպեսզի նավը գնա բաց ծով։ Տեսեք, այսինքն մահը ինքը նշանակում է ճամփորդություն, ոչ թե վերջ, այսինքն այս կյանքի մեջ խարիսխը չէ, որ նավը հանգստում կանգնում է, խարիսխ են գցում, հետո որպեսզի մտնի բաց ծով, այդ խարիսխը բարձրացնում են։ Այստեղ այսիմ ժամանակը հասել է մեկնել, նշանակում է խարիսխը հանել, որպեսզի նավը շարունակի։ Մենք հայրենի մեջ թաղումը ինչպես ենք նկարագրում, այդ բառը ինչպես ենք ասում։ Հուղարկավորություն, չէ՞, ինչ է նշանակում հուղարկավորություն։ Ճանապարհ դնել, ճանապարհ բացել, ճանապարհել, սա է։ Այսինքն, երբ որ մենք ննջեցյալին տանում ենք հողի մեջ դնելու, մենք չենք տանում իրեն թաղելու։ Մենք իրեն ճանապարհ ենք դնում, իր ճանապարհն ենք բացում, իրեն ճանապարհում ենք դեպի հավիտենական կյանք։ Դրա համար գերեզմանատուն չէ, հայրենի մեջ ինքը կոչվում է հանգստարան, որտեղ մարդը հանգստանում է, այս աշխարհի ալեկոծության ծովից դուրս է գալիս, մտնում է խաղաղ նավահանգիստ, որտեղ Քրիստոս սպասում էր այդ կյանքի ալիքների վրայից հանգիստ անելու դեպի փրկության նավահանգիստ, այն վայրը, որտեղ Հիսուս մեզ համար օթևան է պատրաստել։ Ուրեմն եւ ինչպես միշտ նաեւ այժմ մեծարվի Քրիստոսի մարմնի մեջ, թե իմ ապրելով եւ թե մեռնելով, քանի որ ինձ համար կյանքը Քրիստոս է, իսկ մեռնելը շահ։ Տեսեք ինչ ասում Պողոս Արաքյալը, ասում է, թե իմ մեռնելով, թե իմ ապրելով, ուզում եմ որ Քրիստոս փառավորվի, որովհետև թե իմ ապրելն է Քրիստոսի համար, թե մեռնելը, մահը իր համար շահ է համարում։ Այստեղ նստածներից ինձանից ասած, մենք կարող ենք այսօր բարձրաձայն այսպես ասել, որ մահը ինձ համար շահ է։ Չէ, մենք վախենում ենք դեռ մահվանից, որովհետև մեղքեր կան, որ մեզ տանջում են, մեղքեր կան, որ մենք չենք խոստովանել, մեղքեր կան, որ հետապնդում են, ամեն կերպ պայքարում ենք այդ մեղքերից ազատվելու, տեսանելի թե անտեսանելի, դրա համար վախենում ենք։ Բայց քանի որ Պողոս Արաքյալը ինքը իր ամբողջ կյանքը այս սրբության մեջ էր ապրել, փորձել էր Հիսուսին նմանվել, դրա համար ինքը այսպես բարձրաձայն ասում է. մահը ինձ համար շահ է, թե ապրելը, թե մեռնելը Քրիստոսի փառքի համար է։ Ուրեմն մարդը նույնիսկ իր մահով պիտի փառավորի Հիսուս Քրիստոսին։ Երբ որ մենք սուրբերի տոներ ենք նշում, մենք որ օրն ենք նշում, իրենց ծննդյան թե մահվան։
մահվան։ Մենք սուրբերի հիշատակներ իրենց նահատակության օրով ենք նշում, այսինքն իրենց համար այդ կարևոր մահվան նահատակության օրն է, որտեղ այդ օրն է փառավորվել։ Օրինակ Սուրբ Ստեփանոսը, երբ որ իրեն քարկոծում էին, երկինք բացած աչքերն ասում էր՝ հայր, ներիր սրանց, չէ, որտեղ չգիտեն ինչ է, ներիր սրանց։ Խնդրում էր։ Մենք այդ նահատակության օրն ենք փառավորում։ Գրիգոր Լուսավորչի մահը չգիտենք երբ է մահացել, բայց իր մահով ենք իր ոչ թե ծնունդն ենք նշում, այլ իր մահն ենք նշում, որովհետև այս մահն է պատճառ դարձել, որ իրենք փառավոր, որովհետև երբ որ եկել են Գրիգոր Լուսավորչին Սուրմանիա քարայրում գտել են մահացած, իր մարմինը փթած չէր, հակառակը ամբողջությամբ նույն մարմինն էր, անշրջացած, լույս էր ճառագում եւ անուշահոտում էր, սրբացված էր այդ մարմինը։ Դրա համար մենք իրենց մահվան օրով ենք հիշատակում։ Եվ մահը նաև շատ հաճախ ինչ անում մարդուն այս կյանքի մեջ, շփոթեցնում է եւ վախեցնում է, չէ՞։ Եվ ինչ է սա նշանակում, որ մարդու մեջ միշտ հարց է առաջանում, շփոթմունքը, վախը, թե արդյոք կյանք կա մահից հետո։ Ինչ շատ հաճախ երբեմն անհավատ մարդիկ ասում են, այսքան գերեզմաններ եկանք, հատկապես փոսը փորեցինք, ոչ մի ողջ մարդ չտեսանք այնտեղ։ Հիմա դուք ոնց եք ասում, որ այնտեղ կյանք կա։ Ես միշտ պատասխանում եմ այսպես. եթե այնտեղ ոչինչ չլինի, Քրիստոս սպասում է ինձ այնտեղ։ Եթե ոչ ոք չլինի, ոչ մի բան չլինի, Քրիստոս այնտեղ է, ինձ սպասում է, որտեղ ինձ խոստացել է, ով որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի շարունակի ապրել։ Դրա համար քրիստոնյան չի շփոթվում, չի վախենում, հակառակը խաղաղությամբ իր աչքերը փակվում է։ Եվ մահը արդեն ասացի, մեր կյանքի վերջը չէ, այլ հավիտենական կյանքի սկիզբն է։ Մահը այն դուռն է, որ աշխարհը վերջանում ես, գալիս ես, դուռը թակում ես, պիտի ներս մտնես կամ մերժվես։ Մի գեղեցիկ պատմություն կա մի մարդու մասին, որ իր մահվան վերջին րոպեին հավատաց Քրիստոսին, մահացավ, երբ որ գալիս է դրան առջև դրախտի, դուռը թակում է, ներսից ասում են ով է, ասում է ես այսինչյանն եմ, ասում է բայց դու չես կարող ներս մտնել, որովհետև դու մեղքեր ունես, չխոստովանված, ասում է իսկ դու ով ես, ասում է ես Դավիթ մարգարեն եմ, ասում է Դավիթ մարգարե, բայց չէ որ դու շնության մեղքի մեջ հայտնվեցիր ու սուրբ դարձար, փրկվեցիր, ասում է Դավիթ մարգարեն լռեց։ Նորից է պտտվում, գալիս է դուռը թակում է, ասում են ով ես, ասում է ես ինչ մարդն եմ, ասում է չես կարող ներս մտնել, ասում է իսկ դու ով ես, ասում է ես էլ Պետրոս Սարաքյալն եմ, ասում է Պետրոս Սարաքյալ, բա դու ոնց Քրիստոսին ուրացար, հետո փոխվեցիր ու երկինքը ժառանգեցիր։ Նորից Պետրոս Սարաքյալը լռում է, վերջում պտտվում նորից գալիս է դուռը թակում է, ասում է դու ով ես, ներսից ասում է որ Հովանես Սարաքյալն եմ, ասում է Հովանես Սարաքյալ, բայց դու ես չէ գրել որ Աստված սեր է, կամ այդ տողերը ջնջիր, կամ դուռը բացիր, ես ներս մտնեմ։ Ուրեմն երբ որ դու հավատում ես, թեկուզ մի փոքրիկ մեղք էլ քո վրա մնացած լինի, որ հասցրել խոստովանած չլինես, Աստված այնքան սեր է, այնքան գութ է, այնքան ողորմություն է, որ այդ դուռը պիտի բացի քեզ համար, որպեսզի դու ներս մտնես։ Իսկ հավատալ այդ կյանքին անկասկած պիտի լինի։ Դե մի պահ կասկածեցիր, եւ սատանան մինչեւ մեր մահվան վերջին վայրկյանը ինքը պիտի ամեն բան անի, որ դու կասկածես հավիտենական կյանքին։ Այ եթե մարդիկ կան, ովքեր տեսել իրենց ներկայությամբ իրենց հարազատը կամ բարեկամը մահացել է, դուք տեսել եք հոգեվարքի մեջ նրանք շատ հաճախ սկսում են անուններ տալ, ինչ որ մարդկանց հետ խոսել, ասում են հայրս եկավ, մայրս եկավ, ինչ է տեղի ունենում։ Այդ պահին հրեշտակները գալիս են մարդու հոգին ուղեկցելու, սատանան էլի դևերին ուղարկում է, որպեսզի գողանան մարդուն։ Երբ որ տեսնում են այդ մարդու համար աղոթող կան, ինքը պիտի փրկվի, սկսում են դևեր իրենց հարազատների տեսքով երևալ, գրավել, ասել արի մեր մոտ, եւ մարդուն թվում է թե իր հարազատներն ու բարեկամներն են, բայց իրականում դա խաբկանք է։ Դրա համար մենք միշտ ննջեցալ, երբ որ հատկապես մահամերձը, մենք իր կրծքավանդակիրա խաչ ենք դնում կամ նոր կտակարան ենք դնում եւ իր կողքը բարձրաձայն աղոթում ենք, որպեսզի անգամ այդ վերջին մենամարտը տանուլ չտա։ Նույնիսկ այդ պարագային կարող է սատանան մարդու հավատքը գողանալ։ Եթե դու հավատում ես, վստահես, մահը քեզ համար վերջը չէ, այլ հավիտենական կյանքի սկիզբը։ Եվ Հիսուս ասում է, որտեղ որ ես եմ, այնտեղ էլ ինձ հավատացողը պիտի լինի։ Եթե Հիսուս լույսերի մեջ է, մենք այնտեղ պիտի լինենք։ Եթե Հիսուս խավարի մեջ է մեզ սպասում, ուրեմն մենք այնտեղ պիտի Հիսուսի հետ երջանիկ լինենք։ Եթե մենք գնում ենք այս աշխարհից, ուրեմն մենք գնում ենք ոչ թե տառապելու, չարչարվելու, մենք գնում ենք Քրիստոսի ներկայության մեջ ապրելու համար։ Եվ երանի թե մենք ամեն մեկս էլ կարողանանք Պողոս Արաքյալի պես այսպես ասել, իմ մեկնումի ժամանակը հասել է, պիտի մեկնեմ եւ առանց վախենալու, ասում է, ուր է մահ քո խայթոցը։ 7-րդ համարը պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը։
Տեսեք ինչքան գեղեցիկ բնութագրում է տալիս Պողոս Արաքյալ։ Ուրեմն սա գոհաբանություն է, որ դեպի երկինք է ուղարկված, սա ամենագեղեցիկ աղոթներից մեկն է, ասում է պատերազմեցի բարի պատերազմը, հաղթեցի, պահեցի հավատքս։ Ինչ է սա նշանակում։ Ուրեմն այս ճանապարհին, որ մենք գնում ենք Հիսուս Քրիստոսի մեջ, սա առաջադրված միջոցն է, թե ոնց պիտի կարողանաս երկինքը գրավել ու հասնել այդ ամեն ինչին։ Ուրեմն ինչ է ասում առաջի բառը՝ պատերազմեցի բարի պատերազմը։ Պատերազմը բարի լինում է։ Մարդկայնորեն այո չկա, որովհետև աշխարհի մեջ ինչ տեղ ունի, չար է։ Բայց մեր ամեն օր այս կյանքում ինչ է, պայքար եւ պատերազմ, չէ՞։ Պայքար նախ ինքդ քո հետ, քո կրքերի, քո ցանկությունների, քո նպատակների հետ, որպեսզի այս ամենը նախ Աստծո կամքով լինի, Աստծուն հաճելի լինի։ Երկրորդը պատերազմ է քո ապրելու գոյության համար, չէ՞։ Այսինքն ոչ միայն արտաքին թշնամին է գալիս ուզում մեզ ոչնչացնել, եւ շատ մարդիկ կան, որ մեր ապրելը չեն ցանկանում։ Դու պայքարում ես այս ամենի դեմ, որպեսզի ապրես։ Բայց մարդը ունի մեկ ուրիշ պատերազմ, որ ամենակարևորն է քրիստոնյայի համար, սա կոչվում է անտեսանելի պատերազմ, որը բարի է։ Սա բարի պատերազմ է, որովհետև այս պատերազմը քո հավատքի եւ քո փրկության համար է։ Հիշում եք Եփեսացիներին նամակը, երբ որ սերտում ենք, ինչ ասում Պողոս Արաքյալը, մեր պատերազմը այս աշխարհի տեսանելի իշխանությունների հետ չէ։ Անտեսանելի պատերազմ, որովհետև անտեսանելի պատերազմի մեջ դու պիտի կարողանաս հաղթանակ ապահովել քեզ համար։ Ուրեմն պատերազմը, որը չար է, քրիստոնյայի համար չէ սա, քրիստոնյան ինքը միշտ բարի պատերազմ է մղում, որովհետև այս պատերազմի նպատակը ինչ անելն է։ Նախ ինքդ դժոխքից ազատվել, քո ընտանիքը, քո հարազատին, քո բարեկամին խլել դժոխքի ճանկերից, որովհետև սա է մեր նպատակը, եւ երկրորդը մարդուն առաջնորդել, վերադարձնել այն վայրը, որտեղ ինքը հավիտենական կյանքն է։ Սա բարի պատերազմ է, սիրելիներ, երբ որ դու պայքարում ես որևէ մեկի փրկության համար։ Ինչպես որ ասეთ, մեկ հոգու էլ մենք կարողանանք դժոխքի ճիրաններից փրկել, մենք շահած ենք դուրս գալիս։ Հայրերից մեկն ասում է, որ պահին, որ դու հավատացիր Քրիստոսին, մկրտվեցիր, սուրբ հաղորդություն առաջին անգամ ստացար, իմացիր այդ պահից սկսած դժոխքը քեզ պատերազմ է հայտարարում։ Այդ պահից սկսած դու ունես անտեսանելի թշնամի, բազում դևերով, տեսանելի մարդկանցով, ովքեր ծառայում են չարին, գիտակցելով կամ չգիտակցելով, եւ այս մարդիկ ամեն ինչ պիտի անեն, որպեսզի քեզ այդ բարի պատերազմից դուրս մղեն։ Ուրեմն բարի պատերազմը սա է, որ հավատքիդ համար, քո փրկության համար պայքարում ես այս աշխարհի մեջ։ Աշխարհը եւ սատանան ամեն օր ուզում են գողանալ մեզանից, մեր մաքրությունն ու սրբությունը։ Ամեն օր պայքարում են մեր ինքնության դեմ, որպեսզի քրիստոնյան անդեմ լինի, թուլամորթ լինի, խաբեբա լինի, կասկածելի լինի։ Ես ձեզ հիշեցնեմ Գանդիի խոսքերը, հնդիկ այդ նշանավոր այդ մարդու քաղաքական գործի, ինչ էր ասում, ասում էր, ես շատ եմ սիրում քրիստոնեությունը, հարգում եմ, բայց չեմ սիրում քրիստոնյաներին։ Ինչու, որովհետև քրիստոնյաները իրենց կյանքով հակառակն էին ապացուցել, որ իրենք կեղծիքի, ստի, չարության, ատելության, նայեք պատերազմները աշխարհի մեծամասամբ հրահողները քրիստոնյաներն են։ Նայեք աշխարհի մեջ բոլոր մեղքերի տարածողներն ովքեր են պահանջում, որ միասեռականությունը ազատ լինի մեր կյանքի մեջ, թմրանյութը, հարբեցողությունը, ամեն տեսակ սեռական սանձարձակ կյանքը մարդ ապրի, քրիստոնյաները։ Նրանք, ովքեր անունով են քրիստոնյաներ, եւ ինչպես անցյալ դասին ասեցինք, նրանք, ովքեր փնտրում են այնպիսի քարոզիչներ, ովքեր իրենց ականջին հաճելի խոսքեր կխոսեն, իրենց մեղքեր արդարացնելու համար, սրանք են այս ամենը պահանջում։ Բայց ճշմարիտ քրիստոնյայի կոչումը այս ամենի դեմ պայքարել եւ պատերազմել բարի, որպեսզի այդ մարդկանցից գեթ մեկ հոգու հանես այդտեղից եւ դեպի փրկություն առաջնորդես։ Այս աշխարհի պատերազմները ինչ են անում, քանդում են, չէ՞։ Քանի օրը մենք տեսնում ենք Իրանում եւ մնակային բոլոր երկրում ինչ է, ավերածություններ, տասնյակ հազարավոր մարդիկ են մեռնում, երեխաներ են զոհվում, դարերով կառուցած պատմական շինություններ են քանդում, ավեր է բերում այս ամենը։ Մարդկանց կյանքն են խորտակում, ոչնչացնում է, բայց պարդի պատերազմը ինչ է անում, միայն շահում է։ Միայն շահում է, սիրելիներ, որովհետև անգամ այդ պատերազմի դաշտում վիրավոր եւ մահամերձ ընկած մարդուն դու կարող ես շահել, երբ որ ինքը Քրիստոսին հավատա։ Երբ որ Մայր Թերեզան գնաց Հնդկաստան քարոզելու, սիրելիներ, շատերը ուզում են, որ նա հեռանար այդտեղից, հատկապես հինդուներին դուր չէր գալիս, որ այս
կույսը եկել է իրենց երկիր եւ ասում են ինչի մեջ են մեղուն դու մարդկանց ասում է վերջին պահին ուզում ես նրանց հոգիները գողանալ երբ որ մահամերձերին ինքը խնամում էր դեղորայք էր տալիս վերքերն էր վիրակապներ փոխում եւ երբ որ գալիս են իրեն դուրս շպրտելու մի երիտասարդ մտնում է տեսնում որ իրենց հինդու քարոզին մեկին Մայր Թերեզան խնամում է առանց որևէ բան խոսելու Աստծուց նրան դավանափոխ անելուց եւ դուրս է գալիս ասում է բոլորը հեռացեք այստեղից երբ որ ձեր քույրերն ու մայրերը կանեն ինչ որ այս կույսն է անում ես նրան այստեղից դուրս կհանեմ ուրեմն նրա համար այսին Քրիստոսին ծառել իր հայտնի խոսքն ասում է երբ որ ես բորոտի ոտքերը լվանում եմ ես վստահ եմ որ Տիրոջ ոտքերն եմ լվանում ուրեմն այս սա է բարի պատերազմը որ քո կեցվածքը քո գործը քո կյանքը անգամ անհավատ մարդուն կարող է բերել դարձի շահել նրա հոգին առանց բան խոսելու երբ որ դու ապրում ես քո քրիստոնեական կյանքը ճշմարտությամբ մարդիկ գալիս ասում են կպատմես քո Աստծո մասին բայց երբ որ դու ամեն օր Աստծո մասին պատմում ես խոսում ես բայց դու ինքը դրա կրողը չես այդ սկզբունքները պահողը չես դու մարդկանց ինստինկտյան դուրս ես շպրտում եւ տեսեք ինչ է ասում այստեղ Հովան Ոսկեբերյան հայրապետը որ շատ գեղեցիկ հատված է իր մեկնությունից ասում է կարող է բարի պատերազմ լինել հարցնում է կարող է պատերազմը բարի լինել երբ բանտարկություն կա, շղթաներ կա, նեղություններ կա, մահ կա, այո, որովհետև ասում է Քրիստոսի դատի համար է մղված այդ պատերազմը եւ մեծ է շնորհվելիք փառքի պսակը, չկա ավելի գերազանց պարգև, քան բարի պատերազմ մղել, այս պսակը անվերջանալի հավիտենական կյանք է, չկա անվերջանելի պսակ է սա, որովհետև ասում է այս ամենով դու շահում ես մարդկանց Երկրորդ այստեղ ինչ ասում Պողոս Սարաքյալը ավարտեցի իմ ընթացքը ինչ ընթացքի մասին ուրեմն քրիստոնյա կյանքը ոչ միայն պատերազմ է այլև մրցում է չէ մրցակցություն է այս աշխարհի մեջ ով կհաղթի մեր մեջ ով է ապրում հրեշը եւ հրեշտակը նայած դու մեզ կերակրում եթե հրեշին ես ավելի շատ կերակրում քո կյանքը ինստինկտյան պարտության է եթե դու հրեշտակի կողմն ես դու ոչ միայն պատերազմը հաղթում ես, այլև մրցակցության մեջ ես հաջողում։ Ուրեմն մրցմանը պատրաստողը իր մարմինն ինչ անում, պատրաստում է, չէ, ամեն օր մարզվում է, որպեսզի ինքը հաղթանակի հասնել։ Սա է այս մրցակցության ընթացքը, բայց ամբողջ նպատակը ինչն է, որ պարզում է, որ ինչը հաղթի։ Եզրափակիչը, չէ, այսինքն նպատակը եզրափակիչը հաղթելն է։ Հիմա մենք ինչ ենք պահեցողության այս ընթացքը անցնում, որովհետև Սուրբ Հարությունը հաղթական, չէ, եզրափակիչն է մեր, որ մենք հարությանը հասնենք Քրիստոսին առանց կասկածելու, ինչպես Եբրեցի նամակի մեջ է ասում Առաքյալ, ասում է բոլոր այս նահապետները, սուրբերը ամեն մեկը երազեցին գոնե մեկ վայրկյան հարությունը տեսնեն, բայց չհասցրեցին։ Մենք դրանով ենք առավ, որ մենք վկաներն ենք հարության։ Այդ եզրափակիչին ենք մենք պատրաստվում սիրելիներս։ Եվ այդ եզրափակիչը մեզ համար պետք է նաև հաղթանակ լինի։ Եվ այս կյանքն էլ նաև իր գիծն ունի, չէ, որից այն կողմ արդեն պարտություն պիտի լինի։ Ուրեմն այդ գիծը պիտի հաղթես։ Օրինակ, երբ որ մարդիկ մրցավազքը դուրս են գալիս, չեն գիծը, չէ՞ պիտի ոտդ առաջինը դնես, որպեսզի հաղթանակը քուն։ Կարևոր չի, քանի վայրկյան ավել կդնես, քանի միլիմետր, կարևոր դու առաջինը լինես այնտեղ, որպեսզի հաղթանակդ ապահովես։ Ով մրցում է, ամեն ինչում ժուշկալ է լինում։ Նրանք, որպեսզի կորնչելի պսակն առնեն, իսկ մենք անկորնչելին։ Արդ ես ճիշտ այսպես եմ վազում, ոչ թե աննպատակ, այնպես չեմ կրփահարում իբրև թե քամի ծեծող, այլ ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հնազանդեցնում եմ այն, որպեսզի գուցե ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին։ Տեսեք, ասում եմ, ես իմ մարմինը պատրաստում եմ այդ հաղթանակին։ Մարաթոնյան վազքի մասին լսել եք։ Օլիմպիական մրցավազքից մեկն է, չէ՞, մարաթոնյան վազքը, ինչքան է, գիտեք, 42 կիլոմետր են վազում այդ մրցավազքը, բայց այս բառը որտեղից է գալիս, ուրեմն Հունաստանում մարաթոն այդ այդպիսի վայր կար, որտեղ ճակատամարտ տեղ ունեցավ հույների եւ պարսիկների միջև։ Եթե հույները պարտվեին, այլևս ոչինչ չէր մնալու, բայց ամեն ջանք դրեցին հույները եւ ինչ արեցին, հաղթեցին։ Եվ ինչ տեղ ունեցավ, զինվորներից մեկը ամբողջ գիշեր վազքով անդադար վազեց մարաթոնից, եկավ հասավ Աթենք, որպեսզի ասի, որ մենք հաղթեցինք ու մահացավ։ Ուրեմն ամբողջ կյանքի մեր նպատակը է, որ դու վազես, ոչ թե մեր ֆիզիկական վազքը, որ մենք անում ենք այսօր այս աշխարհի մեջ, այլ այդ հոգևոր ճանապարհը, որ երկրից երկինք անցնող ճանապարհն է, դու վերջում երբ որ շունչը թչես, ասես ես հաղթեցի։
Ուրեմն ամբողջ ժողովուրդ հաթենքի այդ բառին էր սպասում. ես հաղթեցի։ Երկինքն էլ այդպես։ Հիսուս ինչ արեց։ Ինչ ասաց։ Ես հաղթեցի այս աշխարհին։ Ուրեմն Հիսուս ասեց այդ բառը եւ այդ զենքը տվեց մեզ, որ մենք էլ հաղթենք այս աշխարհին։ Մեր հավատքով, մեր հույսով, մեր սիրով եւ հավատքի մեջ անսասանություն ունենալու մեջ։ Եվ այս հոգու վասքի համար է որ ասում եմ իմ ընթացք հավատը, այս ամբողջ վասքի ճանապարհը անցա, տեսեք հələ Երուսաղեմից գալիս է Պողոս Արաքել ամբողջ Եվրոպան, քարոզում է ամբողջ երկրները անցավ, մինչև այսպես բերեց այդ ամբողջ հեթանոս աշխարհին քրիստոնյա դարձ։ Իր ամբողջ ճանապարհորդությունը այդ վասքն էր, որ ինքը շղթայված, բանտարկված, բանտում նստած անգամ ինքը նամակ էր գրում մարդկանց հուսադրելու համար։ Եվ այս հաղթանակ ավարտը ունեցավ ինքը։ Եվ ամեն մարդ այս կյանքում առաքելություն ունի, սիրելիներ, չկա մեկ հոգի այս աշխարհի մեջ, որ աննպատակ այս աշխարհում ծնվի։ Անկամ երեխան, երբ որ ծնվում է, մի քանի օր ապրում մահանում է, իր առաքելությունը այդտեղ է։ Ինչու՞։ Հորը, մորը, տատին, պապին, բոլոր հարազատին ինչ անում, համախմբում է։ Երբ որ մեկը մահամերձ է տարիներով իրեն հարազատներով չեն շփվում, խռով են, վեճ ունեն, թշնամություն ունեն, այդ մարդու մահով բոլորը համախմբվում են։ Ուրեմն առաքելության մեջ է մեր նպատակը, թե մենք ինչ կոչում ունենք եւ այս կոչումի մեջ ինչքան ենք հավատարիմ մնացել մենք։ Աննպատակ ոչ ոք այս աշխարհ չի գալիս։ Ամեն մեկը իր կոչում ունի այս աշխարհի մեջ եւ Աստծո կողմից իրեն առաջադրված նպատակը կա։ Ինչ անել, ինչպես փոխել այս աշխարհի մեջ որևէ բան։ Եվ տեսեք հիմա Հիսուս եկավ այս աշխարհ, մենք ասում ենք, չէ, Աստծուն էլ սպանեցին։ Բայց Հիսուսի նպատակը դա էր, պիտի գար խաչվել, իր նպատակը խաչվելն էր։ Պիտի զոհաբերվեր, իր կյանքը այն գինն էր, որով մենք պիտի մաքրվեինք այս աշխարհի մեղքից եւ սատանայի գերությունից։ Երբ որ առաքյաները գնացին քարոզելու, իրենց կյանքերը այդ գինն էր, որ պիտի վճարեին։ Երկինք մտնելու համար մարդը պիտի վճարի, իր կյանքով պիտի վճարի, բայց ոչ թե մահվան խորհրդի մեջ, այլ անցնելիք նեղություն, դժվարություն, փորձություն, հալածանք, մերժում, բանտարկություն, այս ամենը մարդը պիտի անցնի վճարի, որպեսզի ինքը հաղթանակած դուրս գա այս կյանքի մեջ։ Պատերազմի ժամանակ շատ մարդիկ տղաներ զոհվեցին, մեր քաղաքի մեջ շատ երիտասարդներ զոհվեցին, բայց շատերի ծնողները, որ մինչ այդ պահ Աստծուն չէին ճանաչում, մկրտված չեն, այսօր մկրտվել են, քրիստոնյա են դարձել, եկեղեցի են դարձել, բարեպաշտ հավատացել, կային որ բաժանված են, միացել են։ Տեսեք, ամեն միջոց օգտագործվել է նպատակը, որպեսզի յուրաքանչյուր մարդուն դեպի փրկություն առաջնորդի։ Եթե Տերն ուզում է, որ ես տառապեմ, իմ տառապանքի միջից որևէ մեկին փրկություն պիտի բերի, ես այդ տառապանքը պիտի անցնեմ այդ մեկին փրկություն, առանց տրտնջալու, առանց դժգոհելու։ Եթե Տերը ուզի, որ ես վաղը մեկ ուրիշ տեղում լինեմ, ես պիտի գնամ, ավելի վատ պայմաններ ունենամ, նեղության մեջ լինեմ, բայց նպատակը մեկ է՝ այդ տեղի ապրող մարդկանց փրկություն բերելու համար։ Եվ երրորդ ասում է, բարի պատերազմը ավարտեցի, իմ ընթացքը ավարտեցի եւ ինչ ասում, հավատքս պահեցի կամ հավատարիմ մնացի այս ամենի մեջ։ Ինչ է սա նշանակում։ Ուրեմն շատ կարևոր է որ ամբողջ կյանքի ընթացքում մենք միշտ մեր հավատքը պահենք կամ հավատարիմ մնանք սիրելիներ։ Այստեղ նաեւ Պողոս Արաքյալի խոսքը, որ հավատարիմ մնացի ավետարանը քարոզելու գործում, բայց ամենագլխավորը հավատարիմ մնացի Քրիստոսին։ Մեր կյանքի մեջ ամեն օր այս կասկածները կամ այս կողմ գնալ կամ այն կողմ գնալը կա սիրելիներ։ Կարևոր չէ մենք ով ենք, ինչպիսին ենք, նախկինում ով ենք եղել, ինչպիսին ենք եղել, կարևոր է թե մենք այս պահին ինչպիսին ենք եւ ինչպես ենք դարձել Քրիստոսի համար այդպիսին։ Ինչ է ասում Պողոս Սուրբ գրքի մեջ Աստված։ Ասում է բավական է երկու ոտքերով կաղաս։ Այսինքն մի օր այս կողմը, մի օր այնտեղ եմ։ Հիշում եք Զանգեզուր ֆիլմը, չի ասում այս կողմ գնամ մերոնք են, այն կողմ գնամ մերոնք, ասում լավ է, ես քարի տակ նստեմ։ Սա Աստծո համար ընդունելի չէ։ Եվ միշտ չէ որ մեր լռելը նաև Աստծուն պատիվ է բերում։ Սա էլ շատ կարևոր է, այնպեսի մենք հասկանանք։ Ուրեմն պետք է որ մենք ամեն բան անենք, որպեսզի այդ ձողը պահենք, նիշը պահենք, որտեղ որ դրած է քո փրկությանը։ Բավական չէ միայն սկզբում հավատքը պահել, ինչպես որ շատ հաճախ մարդիկ երբ որ հատվածում են, ողջևորված կարդում են, պատարակ են գնում, պահքերը պահում են, ծոմ են պահում, որոշակի ժամանակ մի 2 տարի հետո տենմես ինքը սկսեց արդեն ամիսը մեկ անգամ գալ եկեղեցի, տարին մեկ անգամ Սուրբ Գիրքը կարդալ, ողորմություն չկա իր կյանքում, որոնց հետ արդեն խռով է։ Դրա համար Պողոս Արաքյալը ինչ ասում արդեն Կորինթաց նամակի մեջ,
քննեք դուք ձեզ, տեսեք արդյոք նույն հավատքի մեջ եք, երբ որ հավատացիք եւ այսօր։ Եվ եթե այս նահանջը լինի մեր կյանքի մեջ, մեր հոգեվոր կյանքում մենք երբեք փրկություն չենք գտնելու։ Ուրեմն հոգեվոր կյանքի մեջ սատանայի ամբողջ նպատակն է մեզ այդ թմրության մեջ պայել, նահանջ ապահովել մեզ համար։ Դրա համար ես իմ հավատքը պահեցի, հավատարիմ մնացի։ Ինչպիսին ենք մենք այն ժամանակ, ինչպիսին ենք մենք այսօր, սա ամենօրյա մարդու քննության նյութը պիտի դառնա։ Քրիստոսի հանդեպ հավատքը պետք է նաև անսասան պահել։ Հավատքի հարցում զիջումներ չկան, սիրներ, չես կարող, երբ որ մեկը քեզ համոզում է, ասում է, դե լավ, արի այսօր այս մեղքը գործենք, ասես լավ, համաձայն եմ, կգործենք, ոչինչ, վաղը կաղոթեմ այս ամենը կանցնի։ Այսպես չես կարող։ Սա Քրիստոս չի ընդունելու։ Ես տարիներ առաջ մի իսլամ երիտասարդի, որ մեծ մեղքի մեջ էր, երբ որ ես իրեն խոսում էի Քրիստոսի մասին, ասես դե հերիք ասեց, զզվցրեցիր, ասես գիտես մեր մոտ ինչքան հոգևորականներ կան, այս նույն մեղքը գործում են։ Հիմա դու ինչ ես եկել իմ գլխին սուրբ ես խաղում։ Իմ նպատակը մեկն ինչ է, ինքը միասեռական էր։ Ես այն ամեն օր Աստծո խոսքով փորձում եմ համոզել, որ մի արա այս բանը։ Սա մեղք է, կապ չունի դու իսլամի մեջ ես թե քրիստոնյա ես, այս մեղքը ուղիղ դժոխք է տանում մարդուն։ Հստակ է, որ այդպիսի մարդը փրկություն չի ունենալու։ Չի կարող փրկվել Աստծո դատաստանից, բայց ինքը ինձ համոզում է, որ լիքը քրիստոնյաներ կան այսպես են, դու ինչ ես ինձ համոզում, որ սա մեղք է։ Սա հավատքը զիջել է մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Եվ հավատքը, երբ որ զիջում ես, որ դու համաձայնում ես մեղքի կյանք ապրել։ Մեկ անգամ, երբ որ դու մեղքը գործում ես, մարդկային կյանքի մեջ ինչպես է, սկսում են մեզ շանտաժ անել, չէ՞։ Եթե նորից չանես, կբացահայտեն։ Մենք էլ, քանի որ վախկոտ մարդիկ ենք, ավելի շատ վախում ենք մարդկանց դատից, մարդկանց սերը, մարդկանց կարեկցանքը, մարդկանց կողմից մեզ վստահված իշխանությունը կորցնելուց, մենք համաձայնում ենք ուրիշ մեղք գործել։ Մենք համաձայնում ենք ավելի մեծ հանցանքներ գործել, եւ այդ ընթացքում մենք կորցնում ենք մեր հոգին։ Մենք այդ ընթացքում կորցնում ենք ամենակարևորը Աստծո սերն ու վստահությունը։ Եվ ինչ է ասում Սուրբ Գիրքը, ով որ մինչև վերջ համբերի կփրկվի։ Հիսուսի խոսքն է սա։ Ով որ մինչև վերջ համբերի կփրկվի։ Շատ գեղեցիկ օրինակ ունի Հիսուս, ասում է, երբ որ բոլոր այս մեղքերը շատանան աշխարհի վրա, շատ մարդկանց սերը պիտի նաև ցամաքի։ Մարդիկ պիտի հետ ապրեն։ Դրա համար ասում է, երբ որ մարդու որդին գա այս աշխարհ, արդյոք հավատ կգտնի։ Այո, հավատացող շատ մարդկանց կգտնի, ովքեր Աստծո անունը կանչում են, բայց այդ հավատքը զորավոր գործեր չպիտի անի, մեռած հավատ պիտի լինի մեր կյանքի մեջ։ Դրա համար ինչ էլ որ լինի այս աշխարհի մեջ, մենք անվրդով պիտի ապրենք, պիտի հավատանք, չկասկածենք այդ ամենին։ Եվ հավատքի կյանքի մեջ պետք է նաև Հիսուսին ապավինել, սիրելիներ, սա շատ կարևոր է։ Երբ որ դու միայնակ ուզում ես դուրս գալ ճանապարհ անցնել, անպայման պիտի մոլորվես, թե Հիսուս չէ քո հետ։ Երբ որ քո նավի ղեկ, երբ որ դու պահում ես, քո կողքը Հիսուս չէ, անսասան չի պահում այդ նավը, դու անպայման պիտի մի օր մի բանի հարվածես այդ նավարկության մեջ։ Եվ նավահանգիստ հասնելու համար Հիսուս ինքը պիտի առաջնորդի։ Ցավոք սրտի մենք այս աշխարհում մարդկանց ավելի շատ ենք վստահում, մեր հաջողությունները մարդկանց հետ ենք կապում, մարդկանցով է պայմանավորված, սրա հետ բարեկամություն անեմ, նրա հետ բարեկամություն ունեմ, սրան սիրաշահեմ, սրա ընկերոջը գտնեմ, ասեմ, որ ես ինչ մարդուն, այս ամբողջ միջոցներ ես, նույնիսկ այդ ախտը մտել է այնտեղ, երբ որ մարդիկ մկրտության այդ սուրբ գործին, որ փրկության գործ է, ոչ թե նայում են կնքահոր, մաքուր, ազնիվ, պարկեշտ լինելուն, այլ թե գրպանում ինչքան փող կա եւ ինքը ինչ իշխանություն է աշխարհի մեջ։ Բայց գալիս են մկրտվում են, այս ամենը վերջացնում են, հաջողությանը հասնում են ու թշնամանում են իրենց կնքահոր հետ ու տարնով այլևս չեն շփվում իրար հետ։ Սա ամբողջը, այսինքն կարող է գալ թափանցել մեր ամեն վարքյան մեր կյանքի հանգրվանի մեջ, թե մենք ում հետ եւ ինչպիսի մարդկանց հետ ենք ուզում շփվել։ Եթե մեր հույսը մարդիկ են, հարստությունն է, պաշտոնն է, մեզ ինչ է սպասում, հավիտենական կործանում։ Բայց եթե մեր հույսը ապավեն է Հիսուս Քրիստոսը, մենք անպայման պիտի հաղթենք։ Դրա համար մեր հավատքը պահելը շատ կարևոր է։ Ինչ էլ որ լինի, ինչքան էլ որ համոզեն, ինչ էլ որ առաջարկեն, երբեք չդավաճանել Քրիստոսին։ Պետրոս առաքել է, որ Հիսուսին ասում էր, եթե բոլորը քեզ ուրանան, ես քեզ հետ կգամ կմահանալու։ Սուտ էր ասում։ Չէ, անկեղծ էր, վստահաբար, ինքը պատրաստ էր։ Բայց երբ որ մի տկար աղախին ասեց, սա էլ Հիսուսի հետ էր, ասեց, ես չեմ ճանաչում Հիսուսին։ Ուրեմն այդ մի գիշերվա մի քանի ժամվա մեջ Պետրոս առաքյալը 3 անգամ ուրացավ։
Նրա կյանքին ինչ էր, վտանգ էր, չէ՞, բայց եթե մտածում էր, թե ասեմ Հիսուսի հետ եմ, ինձ էլ կձերբակալի։ Ուրեմն առաջին բանը մահից վախեցավ։ Առաջին բանը մահից վախեցավ։ Երկրորդը իր հավատքի մեջ ինքը հաստատուն չէր, մինչև վերջ իր ապավինությունը Քրիստոս չէր, թեև իրենք հավատում են, որ Հիսուսը Աստծո որդին էր, բայց երբ որ եկան Հիսուսին ձերբակալեցին, իրանք ինչու փախան, որովհետև եթե սա Աստված էր, ապա ինչպես իրեն ձերբակալեցին, բնական էր։ Շատ հաճախ այսօր էլ են ասում մարդիկ, բայց եթե Աստված էր, ո՞նց իրեն խաչեցին, ո՞նց ինքը կամ Աստված ո՞նց է մեռնում։ Այո, Աստված պիտի մեռներ, որպեսզի մարդը հառներ, հարություն առներ։ Ուրեմն Պետրոս Արաքյալի պես մենք էլ այդ թուլություններ ունենք, սիրելիներ։ Մենք էլ ենք վախենում շատ բան կորցնելուց, դրա համար մեր հավատքի մեջ նահանջ ենք ապրում։ Եվ շատ հաճախ որ մարդը այլևս ասում է, «Էլ չեմ կարողանում առաջվա պես ջերմերան աղոթել, առաջվա չեմ կարողանում պատարակին կանգնել», շատ մարդկանց ներկայությունը խանգարում է, պատճառը մեկն է, որ մենք տկարացել ենք մեր հավատքի մեջ։ Մեր հավատքը դարձել է մակերեսային հավատ, տեսանելի մեզ համար, բայց ոչ հոգեփրկչական հավատ։ Այդ հավատքը վառ պայելու համար դու միշտ Քրիստոսի ներկայությունը պետք է քո կյանքի մեջ զգաս։ Քո կյանքի մեջ պետք է որ Քրիստոս քեզ հետ է, այս դժվար պահին, երբ որ դու լացում ես, ինքը քեզ հետ լա, դու պիտի վստահ լինես։ Երբ որ դու ուրախության մեջ ես, դու պիտի վստահ որ Հիսուս ուրախ է քեզ հետ։ Երբ որ դու տառապում ես, ցավ ես զգում, այդ ցավը Քրիստոս ինքը քեզ հետ զգում է։ Սրա մեջ դու միանշանակ պիտի վստահ։ Եթե կասկածեցիր, հավատքդ պիտի թուլանա եւ չես կարող այս հավատքը պահել։ Եթե հավատքը չպահեցիր, առաջինը չես կարող անել։ Բարի պատերազմը չես կարող մղել եւ քո ընթացքը ավարտելուց պիտի վախենաս, որ այնտեղ Քրիստոս չկա, քեզ որևէ մեկը չի սպասում։ 8-րդ համարը եւ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը որպես հատուցում ինձ պիտի տա Տերը արդար դատավորը, այն օրը եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, ով սիրեցին նրա հայտնվելը։ Ուրեմն այս համարը, սիրելիներ, ամենալավն է, որ բնութագրում է, թե մարդը ինչպես պետք է ապրի այս աշխարհի մեջ։ Տեսեք առաջին հատվածը նորից կարդամ, եւ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը տալու է ինձ արդարության օրը։ Գիտեք, առաջ ինչպես էր, երբ որ մանրամարզիկները հաղթում էին օլիմպիական մրցումներ, ինչ էին տալիս։ Դափնե պսակ, չէ՞, այսինքն տեսանելի պսակ էին դնում։ Շքան նշաններ, պատվոգրետ գավաթները չկային։ Այսինքն այդ պսակն էին դնում, որ մի քանի ժամ հետո կամ թեկուզ 1 օր հետո պիտի թորոմեր, չորանար դեն նետեին, չէ՞։ Բայց ինքը այստեղ խոսում է հավիտենական պսակի մասին։ Ուրեմն ինչ է սա նշանակում, որ այս մարդը այնպես է ապրել իր կյանքը, որ վստահ ինքը գնում է ոչ թե դատվելու, այլ հակառակը պատիվ ստանալու։ Ուրեմն երբ որ մարդը իր կյանքի մեջ այսպես ապրում է, երբ քրիստոնյա, ինքը գիտի, որ այն մահ չի սպասում։ Չի սպասում։ Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում փնտրում ենք Աստծուն, սիրելիներ։ Ով ուզում է լինի, ինքը փնտրում է Աստծուն։ Մենք մահվամբ գտնում ենք Աստծուն եւ մահից հետո շարունակում ենք Աստծո հետ ապրել։ Ուրեմն Պողոս Արաքյալը այս վարձով էր, որ գնում էր դեպի հավիտենական կյանք։ Պսակ, անթառամ պսակ չէ, այս աշխարհի մեջ ինչ որ մեզ տան, մի օր պիտի կորցնենք, չէ՞, կա մի բան, որ մեզ հետ պիտի տանենք այս աշխարհից։ Չկա։ Մենք ինչ ասես հավաքում ենք այս։ Մեկը սիրում է դրամներ հավաքել, մյուսը սիրում է նկարներ հավաքել, մյուսը սիրում է զարդեր հավաքել, մեկը հագուստներ հավաքել։ Ամեն բան մարդը կարող է հավաքել այս աշխարհի մեջ։ Մի բան կա, որ իրեն տանելու է, չէ։ Այս բոլոր իրեն արդարացնելու են։ Ոչ։ Մենք բոլորս ով էլ լինենք հավատացյալ կամ անհավատ, պիտի անպայման կանգնենք Աստծո դատաստանի առջև։ Այդ ժամանակ պիտի որոշվի մենք ինչ ենք ստանում։ Կյանք դափնե պսակով, հավիտենական անթառամ պսակով, լուսե պսակով, թե մահ պիտի ստանանք մեր մեղքերի մեջ մահանալու համար։ Ուրեմն Պողոս Արաքյալը գիտեր այդ արդարության պսակը իր համար պատրաստում է դատաստանի օրը պիտի Տերը տա ինձ։ Ուրեմն դատաստանի օրը մենք պիտի հասկանանք, ինչպես է ասում, կան ոչխարներ եւ կան այծեր, չէ՞, այդ համառությունն է ցույց տալիս մարդկանց, ով ինչպես պիտի լինի։ Ուրեմն մեր կյանքի նպատակը շահել է այդ հաղթանակը, երբ որ դու կանգնես առաջին աստիճանի վրա, քեզ դափնե պսակ կտան հավիտենական կյանքի։ Հիսուս դրա համար է եկել այս աշխարհ, սիրելիներ, որպեսզի մենք կարողանանք համբերությամբ անցնել այդ ճանապարհը, մեր գործերով, մեր սրտով պիտի լինենք։ Ուրեմն Հիսուս նաև բարձրացրելու է նրանց, ովքեր որ սիրել են, տեսեք, ասում է ոչ միայն ինձ, այլև նրանց, ովքեր սիրեցին նրա հայտնվելը։ Նրա հայտնության օրը պիտի լինի, չէ՞, Տերը պիտի գա։ Մենք ինչպես ենք սպասում այդ հայտնությանը։
Մենք պատրաստ ենք հիմա, որ Քրիստոս հենց այսօր գա, մենք պատրաստ ենք իրեն դիմավորելու։ Ինչու պատրաստ չենք։ Ինչն է պատճառը, որ մենք պատրաստ չենք։ Անհավատ ենք։ Չէ, անհավատ չենք, հավատացյալ ենք։ Արդար ենք։ Չէ։ Սուրբ ենք։ Չէ։ Բա ինչն է պատճառը, որ մենք վախ թող գա Տեր, եթե գա, ամեն բան լավ կլինի, չէ՞, ով չի ուզում սպասված յուրը գալ։ Բայց մենք պատրաստ չենք ընդունելու։ Ամբողջ բանս է, որ մենք պատրաստ չենք ընդունելու։ Երբ որ մեկը զանգում է, ասում է, ուզում եմ ձեր տուն գալ, ինչ ենք ասում։ Կարող ես այսինչ ժամին գալ, որպեսզի դու հասցնես, չէ՞, քո ամբողջ գործը վերջացնես, ճաշերը եփես, տունը մաքրես, այն անկյունների փոշիները, որ մի շաբաթ 10 օր մաքրես, դա էլ մաքրես ամբողջությամբ, որ հյուրդ գա հանկարծ տեսես անկյունը սարդոստային կա, այստեղ թափթփված բան կա, լվացքը կիսատ այնտեղ դրած է։ Ամեն բան ուզում ես հասցնել, որ Տերը գա, դու ամեն ինչ պատրաստ տեսնես։ Ուրեմն սրանից ենք մենք վախենում, որ մենք պատրաստ չենք։ Պատրաստ չենք այդ հյուրին ընդունելու մեր կյանք, բայց Հիսուս ինչ է ասում, հա ես կանգնած եմ ձեր դրան առջև եւ թակում եմ այդ դուռը։ Հիսուս ամեն օր է թակում այդ դուռը, սիրելիներ, ոչ թե դատաստանի օրը պիտի գա, ինքը ամեն օր թակում է, որ պահին որ դու պատրաստ եղար, այդ դուռը պիտի բացես։ Հիմա շատ հաճախ նաեւ մարդիկ ասում են աշխարհի վերջը սկսվել է, աշխարհի վերջը գալիս, ասում եմ նայեք, մարդու աշխարհի վերջը սկսվում է իր մահով։ Մարդը մահացավ իր համար աշխարհի վերջը, չէ՞, որտեղ ինքը պիտի գնա, կանգնի դատաստանի առջև։ Պիտի Տիրոջը ներկայանա։ Չես կարող ասել, ժամանակ չեմ ունեցել, չեմ լսել, հնարավորություն չեմ ունեցել, ինձ ոչ ոք չի ասել, կամ չեմ իմացել, ես այնպիսի երկրում եմ ապրեմ, որտեղ չէր քարոզվում։ Չկա այդպիսի երկիր աշխարհին տեղ մի անկյուն, որտեղ որ ավետարանի լուրը հասած չլինի։ Ուրեմն ամեն մեկից պահանջելու իր լսածի չափով, իր գործադրածի չափով Տերը պիտի պահ։ Եվ դու ինչպես ես պատրաստվել այդ ամեն ինչին։ Մենք ամեն բան անում ենք, որպեսզի մեր երկավոր հյուրին գոհացնենք, որ նույնիսկ մեր ճաշերը այնպեսի տկնությամբ ենք սարքում, որ ամենահամովը լինի, ինքը շատ գոհ գնա։ Ինչու՞ չենք Հիսուսի համար ուրեմն այս ամենը պատրաստում։ Ինչպես Պողոս առաքյալը կարողացավ, սուրբերը, նահատակները, մարգարեները կարողացան, մենք չենք կարողանում ինչև այսօր, որովհետև մեր մեջ դեռ կասկած կա, այս աշխարհն ենք շատ սիրում, թե Քրիստոսին, կամ այս աշխարհի մեջ ենք երջանիկ, որովհետև ասում ենք այնտեղից դեռ ոչ ոք չի եկել, որ մեզ ասի այնտեղ ինչպիսի կյանք է։ Եթե գային ասեին, կհավատենք, բայց չէ որ Քրիստոս է եկել այնտեղից, չէ՞։ Քրիստոս դուրս եկավ, չէ՞։ Գերեզմանը պատռեց, դուրս եկավ։ Երեխան մինչև այս աշխարհ գալը գիտի այս աշխարհում ինչ է կատարվում։ Ինքը այստեղ իր մոր արգանդի մեջ տակ, ջեր, մայրիկը մի շոյում էր, խնամում էր, աղոթում էր համար, բայց ինչ է ուզում ինքը անպայման դեղից դուրս գալ։ Ինչ է ուզում, որտեվ գիտի որ այս աշխարհը այստեղ սահմանափակ տարածության մեջ է, ինքը անսահմանության մեջ պիտի հայտնվի, լայն աշխարհի մեջ պիտի գա, լույսի մեջ պիտի հայտնվի։ Եվ եթե ոչ ոք էլ չլինի այս աշխարհում, իր մայրը այստեղ է, չէ՞, բավական է որ ինքը երջանիկ լինի։ Ուրեմն մենք էլ երկինք ենք այդպես ձգտում, Քրիստոսին ենք ձգտում։ Եթե ոչ ոք չլինի, Քրիստոս այսպես ձեռքերը պարզած մեզ է սպասում։ Եվ այդ լույսը, որի մեջ պիտի մենք հայտնվենք, այս աշխարհի տեսանելի լույսի պես չէ, այնտեղ մութ չի ընկնում, այնտեղ արևը չի խավարում, ամպերը չեն գալիս ծածկում։ Այս ամպերը, որ գալիս ծածկում են, ի՞նչն է պատճառը։ Սա նաև մեղքինն է, որ մեղքը կարող է փակել քո լույսի ճանապարհը։ Մեղքը կարող է քո աչքերի վրա վարակույր քաշել, դու այլևս այն մարդու սերը, որ քեզ օգնում էր, չտեսնես այդ սերը, չզգաս այդ սերը։ Եվ սկսես այլ տեղ փնտրել։ Եվ այդ խավարը դրա համար է սատանան բերում։ Երբ որ Հիսուս խաչվեց, ինչ եղավ։ Օրը մտնեց, խավարեց, չէ։ Հիմա կարող են մարդիկ կասկածել, եթե սա Աստված էր, ինչու եղավ, բայց ով բացականչեց։ Հարուրապետը, չէ, Ղուկյան ասեց իրավ որ սա Աստծո որդի, որտեղ միայն Աստծո որդու խաչվելով կարող էր ցերեկը ժամը 12-ին արևը մայր մտներ, խավարեր, երկաշարժ լիներ, տաճարի վարակույրը պատռվեր, գերեզմանները բացվեին, հարյուրավոր տարիներ մեռելները դուրս գային այնտեղ։ Մենք Քրիստոսով կարող էր։ Եվ այս բոլոր վկայություններ ունենալով հանդերձ մարդիկ Քրիստոսին չհավատացին ու մերժեցին։ Դրա համար ասում է, որ Տիրոջ դատաստանը նաև պիտի նաև արդար լինի եւ անաչառ պիտի լինի։ Սա միակ դատն է, որ ոչ ոք չի կարող բողոքել, ասել, որ իմ դատը սխալ տեսար։ Այս աշխարհի բոլոր դատավորներին կարող ես կաշառել, քո դատը ինչպես ուզեն կամ նույնիսկ հանցագործը կարող է արդարացվել, բայց այս դատաստանը, որին որ Պողոս առաքյալն ասում է դատաստանի օրը, հայտնվելի օրը, դա արդար ու անաչառ դատ պիտի լինի։ Ամեն մարդ պիտի ստանա այն, ինչը որ արել է, ոչ ավել, ոչ պակաս։ Ինչ որ արել ես, դա էլ պիտի ստանաս։ Դրա համար Սուրբ Գիրքն ինչ է ասում, քամի ցանող ինչ պիտի հնձի,
Փոթորիկ, այո, քամի ցանողը փոթորիկ պիտի հնձի։ Եթե դու մի ամբողջ կյանք քամի ես ցանել, ուրեմն մի սպասիր դատաստանի ժամանակ խաղաղություն հնձել, փոթորիկ պիտի հնձես։ Եթե դու ամբողջ մի կյանք չարություն ու ատելություն ես սերմանել, սեր չես կարող ստանալ։ Եթե դու ամբողջ կյանք անարգանքով ապրել ես, պատիվ չպիտի ստանաս։ Պիտի ստանաս այն ժամանակ, երբ որ դու ապրել ես քո հավատքի կյանքը, այս բարի պատերազմը անցնելով, հավատքդ պահելով, Տիրոջը հավատարիմ լինելով եւ քո նավը դրել ես այն նավահանգստից, որ տանում է դեպի հավիտենական կյանք, սիրելիներ։ Այսքան այսօր մեր բարի վախճանի մասին է նաեւ այս խորհուրդը, որ մենք ինչպիսի մահ պիտի տեսնենք։ Շատ հաճախ երբ որ որևէ մեկը, երբ որ մարդկային մեր աչքերով ենք նայում, ասում ենք, բայց այս մարդը արդար մարդ էր, ինչու է այսքան չարչարվեց, չէ՞։ Ինչու է այսքան տանջվեց այս հիվանդը։ Մենք չգիտենք ինչու։ Դա մեզ համար է արդար, որովհետև ինքը կարող է արդար լինել մարդկանց համար։ Բայց Աստծո համար արդյոք արդար էր, թե ոչ։ Երբ որ ասում են երիտասարդ էր, դեռ նոր պիտի ծաղկեր, նոր պիտի ապրեր, իսկ ինչ գիտենք ինքը հետո ինչ պիտի աներ։ Ինչ պիտի աներ հետո։ Գուցե հետո իր հոգին դժոխքի բաժին դառնար։ Աստված այս պայծ իր հոգին խնայեց, պահեց ու փրկեց։ Ուրեմն այս Պողոս Արաքել այս ամբողջ այս 3 համարի մեջ խտացված, սա ամբողջ կյանքն է քրիստոնյայի, թե մարդ ինչպես պետք է ապրես աշխարհի մեջ, որ մահվան ժամին սրտի խայթ չունենա, որ Տերը հանկարծ չասի գնա, ես քեզ չեմ ճանաչում, դու լսես այդ խոսքերը։ Սա ամենասարսափելի բան, որ Աստված ասում է, ես քեզ չեմ ճանաչում։ Սա ինձ ավելի սարսափելի բան չէ։ Մեր կյանքում ինչքան մարդ կա, չէ՞ որ մոտենս մը, բայց ես քեզ չեմ հիշում։ Ասես ոնց իրար հետ սովորել ենք, ճանապարհ ենք անցել, ապրել ենք, նույն սենյակի մեջ քնել ենք, ոնց չես հիշում։ Այո, չի ուզում հիշել։ Չի ուզում հիշել։ Ուրեմն Աստված ասում է, որ չեմ ճանաչում, ասում չեմ ուզում ճանաչել քեզ։ Սա պիտի հասկանաք, չի ուզում ճանաչել մեզ, մեր մեղքերի պատճառով, մեր սխալների պատճառով, մեր հոգևոր կյանքը փչացնելու պատճառով։ Դրա համար ամեն բան Աստված ջանք ու միջոց է դնում, որպեսզի մարդը ստանա այդ դափնե պսակը, անթառամ պսակը։ Եվ ինչպես որ Կորինթացնի նամակի մեջ է ասում առաքած, երբ որ գերեզմանները բացվեն, բոլոր մարդիկ դուրս գան, ասում է արևի պես շողացող դեմքեր պիտի ունենան, պայծառ, լուսավոր։ Ու ասում է այնպեսի զարդերով պիտի զարմեն, անկողոպտելի պիտի, ցան գողանալ հնարավոր չէ այլևս։ Այսպես զարդարված պիտի լինի մարդը։ Բայց այս ամենով մենք ծնվում ենք, գալիս ենք այս աշխարհ, պարզապես մեղքի պատճառով կամաց կորցնում ենք ու զրկվում ենք այդ ամենից եւ սպասում ենք, թե մեզ համար ովքեր կաղոթեն, ովքեր մեր անունով ողորմություն կանեն, ովքեր մեզ կհիշեն պատարագի ժամանակ, որ Տերը իր արդար դատաստանը քաղցրությամբ նայի, ոչ թե արդարության։ Ուրեմն թող Տերը մեզ այդ օրվան արժանի դարձնի, որ ոչ թե արդար դատաստանով դատվենք, այլ Տիրոջ ողորմությամբ դատվենք, որովհետև դատաստանով եթե արդար դատվենք, մենք փրկություն չենք ունենալու։ Որպեսզի Տերը որպես հայր նայի մեզ, ոչ թե Աստված նայի մեզ, որովհետև միայն հայրը կարող է գթալ, ներել, ջնջել, որպեսզի մենք կարողանանք փրկվել, եւ ամենագլխավոր այնպես անենք, որ մեր նավը ինչքան էլ որ փոթորիկների ենթարկվի, ալեկոծության ենթարկվի, տիղմի մեջ հայտնվի, զառնվի ժայռերին, քարերին, ծանծղանների միջով անցնի, բայց գլխավորը հասնի այնտեղ, որտեղ որ Քրիստոս մեզ սպասում է, ասում է. մտեք իմ հոր ուրախության մեջ, իմ հոր օրհնվածներ։ Աստված պահապան բոլորի սիրելիներ, թող Տեր օրհնի իր խաղաղության մեջ պահի մեզ։ Շնորհակալություն, Աստված պահապան ձեզ։